Մեր կառավարության կատարած գործունեության մասին ինչ կասեք, գոհ եք։ Այո, շատ գոհ ենք։ Ես գտնում եմ, որ կառավարությունը հենց այսպիսին էլ պետքա լինի։ Ամեն պայման ստեղծում է երկրում ապրելու համար։ Կարծում եմ, այդպես պետքա լինի։ Իսկ որ ստից տեղը բողոքում են, ես դրան կողմ չեմ, որովհետև մեր վարչապետը հո չի գալու առանձին բոլորիս տներն ու ընտանիքները պահի։ Ամեն պայման ստեղծել է ապրելու համար ու շարունակում է ստեղծել։ Մենք շատ գոհ ու շնորհակալ ենք։ Իսկ հատկապես որ բարեփոխումը կուզեիք առանձնացնեիք կամ նշեիք։ Օй, բոլոր բարեփոխումները եւ առողջապահական ոլորտում եւ փողոցաշինարարության մեջ, այս մայթերը, ասֆալտները սարքելու մեջ եւ կառուցող եւ դպրոց մանկապարտեզ շատ կարեւոր է։ Դպրոց մանկապարտեզի, ասենք, կառուցումը շատ կարեւոր է ժողովրդի կյանքում։ Իսկ օրինակ խաղաղության մասին ինչ կասեք, չէ՞ որ Խաղաղությունը դա ակնհայտ է, բոլորս էլ տեսնում ենք այդ խաղաղությունը։ Նախկինում անընդհատ զինվորներ էին սպանվում սահմանում եւ այլն, հիմա այդ ամեն ինչը չկա, ու դա շատ լավ է մեզ համար։ Ես կողմ եմ խաղաղությանը, այն ինչ ունենք պահելապետք, ուղղակի։ Այո։ Իսկ դուք ինչ կասեք կառավարության կատարած աշխատանքի, բարեփոխումների եւ խաղաղության մասին։ Մենակ կարամ շնորհակալություն հայտնեմ, շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, եթե մի բան մենք տեսել ենք ներկայիս կառավարության օրոք, չեմ էլ կարա կոնկրետ տենց նշեմ, որտեվ այնքան շատ բաներ եմ տեսնում, շատ փոփոխություններ դեպի լավը, դեպի հենց խաղաղությունը, որ արժի ամեն ինչ, որովհետև իմ տղան 44 օրյա պատերազմի մասնակից է, ես էդի շատ եմ գնահատում։ Թող մեր ազգը շատ ատուժվել, էլ զոհեր, մահեր չլինի, թող խաղաղ ապրենք, պետք չի կռիվներ, խառնակցություններ, չգիտեմ, դա ամենավատ բանն է, պատերազմը ամենավատ բանն է։ Ես շատ եմ ցավում Ռուսաստանում ու Ուկրաինայում այդ անմեղ մարդիկ, որ զոհվում են, մենակ նրա համար, որ ինչ-որ մի անմիտ ղեկավարի ամբիցիաների համար։ Ես շատ ցավում եմ դրա համար, ամենամեծ լավ բանը խաղաղությունն է ու դա պետքա պահենք, պետքա ամեն ինչ անենք, որ պահպանվի։